Բարև ձեզ, սարվա թեման է իմ այսօրվա հյուրը Իրանի Արաքս շաբաթաթերթի Արաքս News լրատվական կայքի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանն է, բարև ձեզ, պարոն Քեշիշյան, շնորհակալություն հրավերս ընդունելու համար։ Պարոն Քեշիշյան, սկսենք թերևս Հայաստանի համար վերջին 1-2 ամսվա ընթացքում տեղի ունեցած ամենագլխավոր իրադարձությունից, ինչպես գիտեք, Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կնքվեց կամ նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, ինչպես իշխանությունն է նշում, սա արդեն այսուհետ խաղաղություն է Ադրբեջանի հետ, ինչպես ընդունեցին Իրանում այս լուրը, այս իրադարձությունը, բոլորս տեսանք, որ սկզբնական շրջանում որոշակի կասկած կար Իրանի պաշտոնատար անձանց մոտ, բայց հետագայում փարատվեց այդ կասկածը, ինչ արձագանքներ եղան այս ստորագրությունից հետո։ Պաշտոնական մոտեցումը կարծում եմ արդեն լավադեղյակ է, իրենք ընդհանուր դրական մոտեցան այդ հարցին, որպեսզի որովհետև իրենք կողմ են նաև տարածաշրջանում խաղաղության, կայունացման եւ հաստատմանը, եւ դա համարում են նաև իրենց շահերից բխող ակտիվ քայլ, դրա համար էլ դրական ունենք։ Իհարկե, այսպես ասենք, փորձագիտական որոշ մասնագետների շրջանակում կասկածներով հարցին նայել են, նույնիսկ ասենք պաշտոնական կողմն էլ որոշ պահ եկավ, որ կասկածներ, հարցեր բարձրացրեց այդ առումով, բայց հայաստանյան կողմի բացատրությունները լսելուց հետո արդեն իրենք լրիվ համոզվեցին, որ հարցը իրանական շահերին չի վնասելու, իրանական ընդհանուր կարմիր գծերը հաշվի առնվել է եւ դրական վերաբերվեցին։ Մենք այստեղ կարծում եմ տեսել ենք եւ Իրանի տեսփանի հայտարարությունները եւ Իրանի արտգործնախարարության եւ նույնիսկ նախագահի հայտարարությունը, որ եղավ, որ հայաստանյան կողմի քայլերը իրանական շահերը չեն խաթարում եւ մենք դրական ենք վերաբերում դրան։ Իսկ ոչ պաշտոնական շրջանակներում ինչպիսի արձագանք եղավ եւ հիմա ինչպիսի արձագանք կա, մասնավորապես թե հայերի, թե նաեւ ինչու՞ չէ նաեւ իրանցիների շրջանում։ Հայկական կողմին նախ ասեմ, որ բոլոր այն կողմերը, որոնք Հայաստանին նայում են որպես հայկական պետականություն եւ իրենք պետականամետ են եւ իրենք սիրտ են ցավեցնում Հայաստանի համար մի պետության, որտեղ հակառակնդամ որ նրանից արդեն 30 ու քանի տարի անցնում է, բայց այնուամենայնիվ դեռ բազանի գուցե երիտասարդ պետություն է եւ դեռ շատ ճանապարհ ունի գդրելիք, մտահոգված են եւ դրանով իրենց մտահոգությունն այն է, որ երկրում պետք է լինի խաղաղություն, որ կարողանա դա առաջ գնա եւ ամեն մարդ բնականաբար ցանկանում է հաստատվի այդ խաղաղություն եւ լսելով դրա մասին եւ այն հույսերը որ փայփայվում են խաղաղության հաստատվելու մասին բոլորին բնականաբար ուրախացնում է իսկ այն շրջանակները որոնք իրենց համարում են Հայաստանի իշխանությունների ընդդիմադիր կողմ եւ այդ պայքարը ոչ թե տանում են Հայաստանում այլ նաեւ Սփյուռքում բնականաբար դրանք ուրախ չեն գոհ չեն դրանից որովհետեւ Հայաստանում խաղաղությունը կայունությունը ժողովրդավարությունը ուղղակիորեն նրանց տանջում է դարձել եւ ամեն ինչ անում են որ խառնեն դրան եւ ցավոք սրտին ամեն ինչ անում են նաեւ հայ-իրանական հարաբերությունները խաթարելու գործով ուղղակիորեն վատ է զգում որպես հայ մարդ երբ որ լսում ես հայ մարդը կարող է իրեն նման բան թույլ տալ Այս դե ինչ ասեմ, մարդիկ որոշել են այդպես քայլեն, այդպես են գնում։ Կուսակցական շրջանակների մասին է, թե անհատներ կան նաև։ Չէ, անհատ մարդիկ չի կան, այնտեղ կա կուսակցական չորագլուխ մոտեցում, այնտեղ հայ անհատ մարդը չի կարող Հայաստանի հետ ճշնամի լինել։ Գիտեք ինչ, այստեղ ես անգամներ եմ սա գրգնել։ Իմ կարծիքով Սփյուռքում ապրող հայ մարդը, երբ նայում է դեպի Հայաստան, ինքը որովհետև չապրում Հայաստանը ինքը այլ երկրում ապրում, այլ պայմաններում, այլ վիճակում, ինքը չի կարող Հայաստանի համար բան որոշել։ Ինքը կարող է Հայաստանի համար սրտնեղվել, կարող է Հայաստանի համար ցանկանալ ամենալավը, կարող է մտահոգվել նրա դժվարություններով, բայց չի կարող նրա համար բան որոշել։ Այնտեղ Հայաստանի համար որոշողը Հայաստանի քաղաքացին է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին է որոշում է, որ ինչպես կլինի, ինչպես կաբրի խաղաղությունը, ինչպես կկնքի։ Իսկ եթե Սփյուռքում ապրողը ցանկանում է դրանցում դերակատարությունը, նա պիտի լինի Հայաստանում, նա պիտի ապրի Հայաստանում, նա պիտի Հայաստանում ոչ միայն
սովորական կյանք ապրի կամ փառավոր ապրի, այլ նաև պիտի զինվորագրվի, պիտի սահման պահի, պիտի հարկ վճարի եւ բոլոր այն ինչ որ Հայաստանի քաղաքացին անում է։ Այդ դեպքում իրենք վերաբախվի նաև այն բոլոր իրավունքները, որ վերաբախվում է Հայաստանի քաղաքացուն։ Այդ այսքով կարծում եմ պետք է հարցերին նայենք եւ սպիրկում էլ այդ տեսակ մարդկանց թիվը հայության մեջ շատ ավելի շատ է։ Սպիրկայության մոտ երևի եթե կուսակցական շրջանակներ փնտրեք գուցե ողջ սպիրկի 1-2 չգիտեմ այդքան տոկոս կազմեն ոչ ավելին որովհետև սպիրկայության մեծամասնությունը նա Հայաստանին նայում է որպես իր երազների երկիրը որպես որտեղ ուզում է ցանկանում է լինել այնտեղ ամեն ինչը բարգավաճող զարգացող օրեցօր ավելի լավ եւ լավ ապրող ոչ ոք չի ցանկանում այնտեղ հատ տեսնել եւ ոչ ոք չի ցանկանում Հայաստանին կախյալ տեսնել որևէ երրորդ երկրից ինչքան էլ այդ երրորդ երկիրը ուզում է հզոր լինել նրանք ցանկանում են Հայաստանին տեսնել անկախ եւ օրը-օրի զարգացող այդ ցանկությունը ոչ միայն ասենք ինչ որ սպիրկի հատվածի կամ ինչ որ մի համայնքի հարց է այլ ողջ սպիրկայության եւ իրանայությունը դրանից բաժանված չէ իրանայության մոդել նույն ցանկությունը կա ինչ վերաբերում է Պարսիկ մտավորականության մոտ եւ փորձագետների մոտ ես կարծեի որ եւ 44-օրյա պատերազմը եւ Իրանում տեղի ունեցած 12-օրյա պատերազմը այսինքն 44-օրյա Արցախյան պատերազմը եւ դրանից եկած արդյունքները որ իսկապես գուցե մենք բան չանենք առանց այլև այլ հայ ժողովրդին շատ մեծ հարված էր դա մեզ համար բարդությունների մեծ հարված հասցրեց հայ ժողովրդին բայց դա մեծ հարված հասցրեց նաև Իրանին եթե այսօր մենք կորցրել ենք Արցախը Իրանի ապագան վտանգված է դառնում որովհետև ադրբեջանական եւ թուրքական շրջանակները մեծ նկատումներ ունեն Իրանի նկատմամբ եւ փաստորեն ավելի լայնացավ այն սահմանը որ ադրբեջանը կամ թուրքական այսպես ասենք շրջանակը ուներ Իրանի հետ եւ նամանավանդ այն շրջանների հետ Իրանի որոնցում աշխատում են իրենց ծրագրերը առաջ տանել պանտուրքստական ծրագրեր առաջ տանել եւ անջատողական գաղափարախոսություն տարածել Թեև դեռ այնպես որ բիդի չեն հաջողել, բայց նման ծրագրերը մեկ օրով երկորով չեն լինում եւ երկարատև աշխատանք տարվում է դա կապակցությամբ եւ շարունակում են իրենց այդ գործը։ Մտավորականները եւ փորձագետները Իրանի զգացին այդ երկու պատերազմից հետո, որ Իրանը մեծ հարված է ստացել։ Եթե մինչեւ 3 Հայաստանին քննադատում էին ասենք բազմավեկտոր քաղաքականություն ընդունելու կամ դեպի արևմուտք նայելու քաղաքականության համար այսօր մի քիչ ավելի զգուշավոր են նայում դրան այսինքն եթե փորձագետների մեծամասնությունը Իրանում անցյալում ավելի շատ կողմեր տարածաշրջանում հարցերը լուծելու ռուսական այսպես ասենք շրջանակների մեջ ռուսական շահերի շրջանակների մեջ կամ լոկ տարածաշրջանի շահերի մեջ որ հիմնականում դրա տերը համարում էին Ռուսաստանը այդ շրջանակում հարցերին լուծում տալու մեջ այսօր այդ տեսակ չեն նայում այսօր համարում են որ Հայաստանը իր անկախ քաղաքականությունը պիտի վարի պարզապես տարածաշրջանի երկրների հետ եւ ասենք հիմնականում իրանական կողմից նայելով բնականաբար Իրանի շահերի հետ չգնան բախման եւ բարեբախտաբար հայկական կողմը դա բացուցել է որ Իրանի շահերը հարգում է դրա գարմիր գիծերը հարգում է եւ դրական կարողացել է ազդել բայց դե այնուամենայնիվ կան շրջանակներ մարդիկ որ փորձում են լարել իսկապես հայ-իրանական հարաբերությունները խախտել ադրբեջանական լոբին իրան գործուն անում է եւ աշխուժ դերակատար են ռուսական ազդեցության տակ գտնվող փորձագետ մտավորականները այդ շրջանակը իրենց գործը անում են եւ ամեն ինչ անում են այդ լարվածություն պահելու կամ հարաբերությունները խանգարելու մեջ այնպիսի հայտարարություններ են անում օրինակ հենց այս վերջերս 2-3 օր առաջ Իռնան բանդվեց այս Քոչարյանի հայտարարությունը որ ուղղակիորեն անհասկանալի է ես չգիտեմ ես Քոչարյանը իսկապես եղել է Արցախի նախագահ իսկապես եղել է Հայաստանի նախագահ թե
ռուսերի նշանակով մարդն է եւ միջև երեք խոսում էր ռուսական շահերի մասին, այսօր իրեն բան է դրել է Իրանի շահերի պաշտպանի դերում։ Չգիտես, պապից ավելի կաթոլիկ եղել է, այնպես բաներ հայտարարում, որ նույնիսկ Իրանում նման բաներ չեն հայտարարում, եւ նման բաների հրապարակելը, գիտես, երբ որ նման հայտարարությունները հնչում է հայ մարդու բերնից եւ դրանք արտարծում են, բնականաբար իր քանդիչ ավերիչները խաղում։ Քեշյան, հետևում եք Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, ընտրություններին թեպետ մի քանի ամիս կա, բայց կարծես այդ նախընտրական երուզերը սկսվել է Հայաստանում, ակտիվացել են, ինչպես նշեցիք, նախկին նախագահները, հատկապես Քոչարյանական թևը, նաև այն գործիչները, որոնք ամեն իրենց ելույթի ժամանակ շեշտում են, որ Հայաստանի միակ փրկությունը Ռուսաստանն է, առանց Ռուսաստանի Հայաստանը կորած է, աղետ է արևմուտքի հետ կամ այսպես ասած հավասարակշռված բալանսավորված արտաքին քաղաքականություն ունենալը, ընդհանրապես ոնց կգնահատեք Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ նաեւ այդ մարդկանց հայտարարությունները, որոնք գրեթե առիթը բաց չեն թողնում հայտարարեն, որ Հայաստանը պետք է մաս դառնա Ռուսաստանի հետ միության կամ այսպես ասենք ռուսական հովանոցի տակ պետք է լինի։ Ինչ եթե ես Հայաստանի ներքին կյանքի մասին չկարողանամ ամբողջական պատկեր տամ, արտաքինի կապակցությամբ կարծում եմ, որ կկարողանամ, որովհետև դա տեսնում ենք մենք դրսից ենք այդ հարցին նայում եւ արտաքին քաղաքականությունը ինձ համար որ դրսից եմ նայում ավելի հասկանալի, ավելի երևելի է։ Հայաստանի քաղաքականությունը ես կարծում եմ արտաքին ասպարեզում շատ հաջող եւ շատ լավ առաջ գնա։ Եվ հետաքրքիր մեկ բան կար պարսիկ փորձագետներից մեկը, իրանցի փորձագետներից մեկը այս հարցով շատ հետաքրքիր մի հոդված էր հրապարակել, այսպիսի խորագրով։ Եթե Փաշինյանը լիներ Գազայի ղեկավարը, շատ հետաքրքիր է, կապ չունի, բայց կապ ունի։ Այսինքն ինքը էներ տալիս, այստեղ միտքս Փաշինյան պաշտպանել չի։ Ուզում եմ ասել, ես դե խոսում եմ այն արտաքին քաղաքականության մասին, որ վարում է այսօր Հայաստան ղեկավարող թիմի կողմից, ով ուզում է լինել։ Խնդիրն է, որ իրենք բազմավեկտոր քաղաքականությամբ կարողացել են որոշակի հավասարակշռություն մտցնել հարաբերությունների մեջ եւ երրորդ կողմերին հասկացրել են, որ իրենք ինչ որ ձև մրցակցության դաշտում են։ Այսինքն այնպես չի, որ ամեն ինչը գախված է իրենցից։ Հայաստանը ունի այլընտրանքներ եւ եթե պետք լինի կդիմի այլընտրանքների։ Այսինքն եթե Ֆրանսիայից դենք կստանա ոչ միայն Ռուսաստանից, Հնդկաստանից դենք կստանա ոչ միայն Ֆրանսիայից եւ այդ քաղաքականությունը ոչ միայն սպառազինության հետ է կապված, այլ նաեւ քաղաքական հարաբերությունների հետ։ Եվ եթե կարողանում են նման հարաբերություններ առաջ տանել, բնականաբար ցկտում են նրան, որ փաստորեն ինչքան ավելի շատ, այսպես ասենք, հարաբերություն տարբեր երկրների մեջ, նույնքան քո անկախությունը ավելի բարձր եւ ավելի հզոր, որովհետեւ եթե դու մեկ կողմի հետ ես հարաբերություն պահում, բնականաբար քո եւ անվտանգությունը եւ անկախությունը եւ ինքնիշխանությունը խաթարի տակ ես տնա, որովհետեւ այդ մեկ կողմը կարող է քեզ հետ խաղալ։ Այս հարցում նաեւ ես կարող եմ ասել, Իրանն նաեւ վնասվեց, գիտեք, Իրանի քաղաքականությունը, ասենք, Սիրիայում եւ տարածաշրջանում իր հարաբերությունները Ռուսաստանի հետ չափից ավել պահելու եւ նույն ժամանակ արևմուտքի հետ այնպես որ պիտի հարաբերություն չպահելու հետևանքով Իրանը մեծ վնաս ստացավ։ Իհարկե այս հարցը Սիրիան թարմ օրինակն է։ Այո, այս հարցը իհարկե միայն ասենք Իրանից կախված չէ, բնականաբար արևմտյան կողմն էլ այս հարցում իր դերակատարությունը կամ եթե գուզեք մեղսակցություն ունեցել է, բայց այնուամենայնիվ եթե Իրանը այն հարաբերությունների մագարտակը որ ունի ասենք Հնդկաստանի, Ռուսաստանի, Չինաստանի եւ այլնի հետ, եթե դա տարածվի նաեւ արևմտյան երկրների հետ այդ հարաբերությունների բարագան, այդ դեպքում նույն կերպ Ռուսաստանը չի կարող վարվել Իրանի հետ, նույն կերպ Չինաստանը չի կարող վարվել Իրանի հետ, այսինքն չեն կարող ոչ էժան նավթ գնել, ոչ կարող են քաղաքականություն պարտադրել։ Եթե արդեն այդ մրցակցության հարցը կառաջանա բնականաբար, այսինքն իրենք կհասկանան, որ եթե գիտեք բարձ նմուշը ասեմ նաև հենց Իրանի միջուկային ծրագրի գաբակցությամբ եւ այդ ընդհանուր համապարփակ ծրագրի գաբակցությամբ, որ եվրոպական եւ ամերիկյան կողմը գումարած մեկ այդ ընդհանուր հավաքը
գործը առաջ էր տանում, որպեսզի կարողանար դրան լուծում տալ, նրա մեջ մենք ռուսական կողմի ուղղակիորեն, եթե չասեմ դավաճանական, համենայն դեպս հակաիրանական քայլերը տեսնում ենք։ Դրանց քայլերի հետևանքով ավելի եւ ավելի Իրանի վիճակը վատացավ այդ ընդհանուր ծրագրի մեջ։ Ինչը որ եթե ռուսական կողմը մեկ վետո տներ որոշ հարցերի դիմաց, այսինքն Իրանի կողմ բռներ, Իրան ավելի հզոր դիրքում կլներ։ Բայց կարծես թե դա ռուսներին ծեր էր տալիս, որ որքան կարելի է Իրանը հայտնվի արևմուտքից հեռու վիճակում, որքան կարելի է արևմուտքի ճնշումների ներքո, որից հետո Իրանը բնականաբար կցկտի ավելի մոտենալ արևելքին է, իհարկե այսօր այդ արևելք հասկացողություն գոյություն չունի, որովհետև չկա այն սոցիալիստական բլոկը գոյություն չունի, այն բլոկը որ վիճակը կարգը որ նախկինում գոյություն ուներ, բայց ամենայն դեպս կգնա դեպի Ռուսաստան եւ իրենցից ավելի կախված կմնա։ Բայց փաստ որ Ռուսաստանը մի բան չունի տալու Իրանին, այսինքն ոչ ունի տեխնոլոգիան, որ Իրանին պետք է գա, ոչ ունի մի բան, այսօր դեռ մի բան էլ Իրանից են ստանում։ Բայց այնուամենայնիվ Իրանի նման հզոր եւ մեծ երկրի կարողանում են որոշ առումով իրենցից կախյալ պայել, գոնե այդպես են ցկտում, եթե ոչ ամբողջական։ Այդպես են ցկտում։ Եվ Իրանը եթե կարողանա փոփոխել է քաղաքականությունը եւ երևալի է որ հիմա այդ գործը անում են ամեն ինչ անում են եւ երկրի արտգործ նախարարի միջոցով բարոն Արաքչին արդեն տարբեր աշխուժ արտաքին քաղաքականություն վարելով տարբեր կողմերի հետ հարաբերությունների մեջ մտնելով նույնիսկ արդեն փորձում են արևմուտքի հետ առանց միջնորդների հարաբերության մեջ մտնել եւ հարցերին լուծում տալ եւ այդ ընթացքը արդեն գարտես թե տանում է դեպի նրան, որ իրենք կարողանան ավելի կայուն եւ ճիշտ քաղաքականություն վարեն ողջ աշխարհի հետ, ոչ միայն արևելքի, այլ նաեւ արևմուտքի հետ, որը կբերի հավասարակշռության եւ Իրանի ավելի հզոր ներկայանալու։ Պանքեշյան, ճանապարհների բացման հարցը հայտնի Թրամփի ուղին, որը արդեն փաստաթղթավորված է, բայց դեռ կյանքի կոչված չի կամ առաջին քայլերն են կատարում կյանքի կոչելու համար։ Ընդհանրապես շատերը Հայաստանում, շատերը չէ, բայց որոշ ուժեր մտածում են, որ սա Իրանին այդքան էլ ձեռք չի տա, եթե ճանապարհները բացվեն, նկատի ունեմ արևելքից արևմուտք Ադրբեջանի հետ կապող ճանապարհը, Իրանը որոշակի առումով կզրկվի ինչ-որ տրանզիտային կարգավիճակից, բայց միևնույն ժամանակ դա հնարավորություն կտա նաև Իրանի հարավը ծովափնյա շրջանները կապել Սև ծովի հետ, ընդհանրապես այս ճանապարհների բացման հարցը Իրանում ոնց են քննարկում, ինչ կարծիք ունեն։ Ես թույլ տվեք մեկ նախ պատասխան տամ ես դրանից մի քանի ժամանակ առաջ Իրանի մեր լրատվականում մի այսպես գիտական հավաք գազագերվեց, որ պիտի Հայաստանից, Ադրբեջանից եւ Թուրքիայից տարբեր մտավորականներ ու նաեւ Իրանի փորձագետներ իրենց կարծիք հայտնեին հենց այդ հարցով, այսինքն ճանապարհների բացումը եւ դրա վնասները Իրանի համար։ Այնտեղ տարբեր փորձագետներ իրենց կարծիքը հայտնեցին եւ մեծավ մասամբ կարծիքները բացասական էին։ Իրենք բոլորը գրեթե այն կարծիք էին, որ դա մեծ վնաս կբերի Իրանին։ Իհարկե կային մարդիկ էլ, որ դրական էին գնահատում, ասում են դա Հայաստանի իրավունքն է, բնականաբար պիտի այդ կորզնանի, բայց ես խոսում եմ մեծամասնության մասին։ Ես որովհետեւ գրեթե նույն հարցն է, ես այնտեղ իմ պատասխանը այսպես խոսք բացեցի։ Ասի որ եկեք այս հարցին մենք նայենք իսկական իրանական շահերի դիտանկյունից։ Արդյոք Հայաստանի ճանապարհների բացվելը, որովհետև վերջին հաշվով այդ ճանապարհները բացվելու են։ Եկեք սրա մասին չկասկածենք, ճանապարհները բացվելու են։ Հիմա այստեղ ճանապարհները դե հիմնականում իրենք կենտրոնանում էին այս թրիփ կոչվածին։ Այն ադրբեջանական այսպես կոչված Զանգեզուրյան միջանցք տարբեր ձևերով հնչեցնող այդ բառը։ Ասեմ, այդ ճանապարհները բացվելն իմիջիայլոց նաև թրիփ է։ Շատ լավ։ Այդ ճանապարհը որ բացվի, արդյոք Իրանի համար դա վնասակար է։ Այո, ես հայտարարում եմ Իրանի համար վնասակար է։ Որովհետև Իրանը կզրկվի տրանզիտ որոշակի եկամուտներից, բացի այդ, այսօր Ադրբեջանը Իրանի տարածքից հասնում է Նախճեվան։ Եվ դրանով Իրանը ունի ոչ միայն տնտեսական շահ, այլ նաև ունի աշխարհաքաղաքական եւ քաղաքական շահ։
Այսինքն դրանով կարող է ինքը ցանկացած պահի ճնշել ադրբեջանական կողմին։ Սա նաև փաստ է։ Այդ կկորցնի։ Նույն դիրքը չունեն ինչ որ Հայաստանը եւ Իրանը, բնականաբար Իրանը մեծ երկիր է, ազդեցությունը բնականաբար մեծ է եւ ավելի Հայաստանը այդ հզորություն չի։ Բայց այստեղ հարց է։ Մենք այս հարցին լուծում տալու կամ որովհետեւ եթե որպես փորձագետ ես հարցին նայում, երկու բան ես ասում։ Ախպեր ես ճանապարհը կամ մեզ օգուտ ասում կամ վնաս։ Իսկ հետո որն է մեր անելիքը։ Մենք ինչ պիտի անենք։ Այդ հարցի պատասխան տալն է կարևոր։ Ոչ թե այն որ վնասակար է, օգտակար է։ Լավ, վնասակարը ինչ։ Հայոյելու ես, կռիվ ես տալու, ինչ ես անելու։ Եթե վնասակար է, մենք պետք է ունենանք մեր լուծումները այդ հարցի համար։ Որն է մեր լուծումը այս հարցին։ Ես շատ պարզ բան եմ ձեզ ասում։ Այդ ճանապարհները բացվելու են, այո, բացվելու են։ Վնասակար են, այո, վնասակար են։ Ինչ պիտի անենք։ Այդ ինչ անել սա է։ Իրանը պիտի ամենաարագ ձևով Իրանի հարավ-հյուսիս ճանապարհը միացնի Հայաստանի հյուսիս-հարավ ճանապարհին եւ աշխուժացնի այդ ճանապարհը Իրանը Չաբահարից հասնի Սև ծով, դրանից կօգտվի Հայաստանը, կօգտվի Հնդկաստանը, կօգտվի աշխարհը, կօգտվի Իրանը։ Այդ ձև մեկ նրանք ովքեր որ հայտարարում են որ տրիփի բացվելով կամ այդ ճանապարհների բացվելով Իրանը կկտրվի մեկ այլ ընտրանքից արդեն դրա առաջն արագ։ Երկու իրանական ազդեցությունը Հայաստանում կմնա, Իրանի ներկայությունը Հայաստանում կմնա, Իրան-Հայաստան հարաբերությունները ավելի եւ ավելի կխորանա։ Այսինքն հարցերին, որ դուք ուզում եք դեմ գնալ, պատասխան տվենք այս ձև։ Սա է խնդիրը։ Եվ այսօր բարեբախտաբար Իրանում արդեն խոսում են դրա մասին, որ որն է լինելու Իրանի ներկայությունը տնտեսապես, որպես բիզնես եւ այլն տրիփում։ Երկրորդ, որն է լինելու Իրանի աշխուժությունը այդ հարցերին, որը կարող են Իրանին վնասել, այդ վնասների առաջն առնելու համար լուծումների տալու խնդրով։ Այսինքն արդեն սկսել են դրա մասին խոսել եւ այդ դրական փոփոխությունը Երևանի է։ Թեև որոշ շրջանակներ, ինչպես խոսքի սկզբում ասացի, եւ նամանավանդ դաշնակցական շրջանակը իր մամուլով, պարսկալեզու եւ այլն, օրը անընդհատ էլ կախեն ընկնում են Գյումրի քաղաքապետ Վարդանիկից սկսած մինչեւ որ Քոչարյան։ Էլ ռուսական ցանկացած եսիմինչ մարդկանցից որ գուցե Ռուսաստանում էլ այդքան հաշվի չեն առնում, բայց որ տեսնում են հենց որ Հայաստանի իշխանությունների դեմը արձարծում են։ Չգիտեմ, դե երևի դրանից նաև հաջող են իրենք ստանում։ Դաշնակցական։ Այո։ Ինչպես այստեղ, նաև այնտեղ։ Այո, նույն նվագն է, ուղղակիորեն նույն հիվանդությունն է։ Եթե անցյալում դա միայն գործում էր Սփյուռքում, այսօր տեղափոխել են Հայաստան եւ փորձում են հիմա Հայաստանյան այս տարբերակը նաև բերել Սփյուռք։ Այսինքն այդ հիվանդությունը կուսակցական շրջանակում, եկեղեցական շրջանակում նույն նվագը անընդհատ նվագեն։ Որից հետո, բայց ժողովուրդը դեռ լսում անցնում է կողից։ Բայց բնականաբար հայ մարդը չի կարող ոչ լարվել Հայաստանի դիմաց, ոչ կարող է Հայաստանի թշնամի լինել։ Դե մենակ չարախոսները կոֆեի շուրջ հավաքվող ես ինչ կանայք, որ չգիտեն աշխարհը ինչի մասին է խոսում, խոսեն, Երևանում բնակարաններ են սարքում, դա էլ սարքում են թուրքերի համար։ Այնպես բաներ գասեն, որ նույնիսկ ես ինչ պարսկական առագն ասում եմ մեռած ավնել կծիծաղադրավի։ Այդտենց։ Բանկեշյան եւ հաջորդ հարցը, որը Հայաստանում բավական լայն արձագանք է գտել, խոսքը իշխանություն եւ հոգեվորականներ այս արճակատման մասին է, որոշ հոգեվորականների մասին է խոսքը, թեպետ ընդդիմությունը փորձում է այն ներկայացնել իշխանություն եկեղեցի հակամարտություն, այս իրավիճակին ոնց են նայում Իրանում, խոսքը ստերի հայերի մասին է, ինչ կարծիք ունեն, ինչ տեսակետ ունեն, ինչպես են վերաբերվում, նաեւ մենք գիտենք, որ Հայաստանում արդեն կան ձերբակալված կանոնավորված հոգեվորականներ։ Գիտեք, ժողովուրդը եւ երևի այստեղ ոչ թե եկեղեցին, այլ ինչպես դուք եք նշեցիք, հոգեվորականներին պիտի չհոգել, որովհետեւ Սփյուռքում դե գիտեք եւ Էջմիածինը գա եւ անտիասական շրջանակը, անտիասական շրջանակը ենթակա է գուցակցության դաշնակցություն, դա Հայաստանում էլ արդեն հայտնի է, ինչ է ցավոք, ամենայն դեպս եկեղեցու հետ վերնախավը։ Բնականաբար եկեղեցում կան շատ նաև ազնիվ քահանաներ
ես ինքս նաև քահանայի որդի եմ, ես մեծ հարգանք ունեմ ցանկացած քահանայի հոգևորականին, գազման, որը հայրենասեր է եւ քրիստոնյա է եւ նա մարդկանց փաստորեն հոգևոր սնունդ է տալիս։ Իսկ եթե նա հոգևոր սնունդ տալու փոխարեն կադրում է այլ երրորդ երկրների շահերի ծառան է դառնում, կատարում է նրանց հրամանները եւ Հայաստանին դեմ է գնում, բնականաբար դա լինում է ժողովրդի թշնամին հետ։ Մենք պատմության մեջ դրանից գիտենք, մենք մեր պապ թագավորից դա գիտենք, ոչ միայն այնտեղ նաև դրանից հետո նույնիսկ իրանահայության գոյության փաստը, որ ինչ ահռելի մեծ դեր է ունեցել հայ կաթողիկոսը հայությունը Արարատյան դաշտից Նախճիվանի եւ այլից Իրանի շահի ձեռքով քանդելու եւ Իրան հասցնելու հարցում, որը պատճառ դարձավ թե հայ ժողովրդի հիվանդությունից եւ ճանապարհին նույնիսկ Արաքսում խեղդվելուց մինչև տեղ հասնելը։ Այսինքն եկեղեցու որոշ շրջանագեղավորներ իրենց ուղղակիորեն չար, վատ, քանդիչ, ավերիչ դեր ունեցել են մեր պատմության մեջ եւ դա ոչ մեկից բան չէ, թաքուն չէ։ Մենք երբ որ խոսում ենք հոգևորականների մասին, մենք ցանկանում ենք տեսնել այնտեղ բարի ազնիվ մարդու, բայց եթե տեսնում ես մարդու, որը օդարներին է ծառայում, դու արդեն սկսում ես զանազանել, սա այն չի, որ քեզ պետք է։ Ես ասեմ իմիջիայլոց նաև այդ հարցով Իրանում էլ կան բաներ, տեսեք, Իրանում օրինակի համար կա հոգևորների հատուկ դատարան։ Այդ այն չի, որ ցանկացած հոգևոր չի կարող հոգևորական լինի, ուրեմն որտեղ հոգևորականը շատ լավն է։ Այնտեղ մարդկանց բռնում տադում են, ախպեր դու իրավունք չունես այս բանն անել։ Իրենք դա հասկանում են, որ հոգևորականն նաև կարող է լինել վերջին հաշվով մխելի չեն, էլի։ Այո, անձնմխելի չեն, մարդը կարող է լինել նաև ավազակ, թալանչի, եթե թալանչիների կողքն ես պահում, եթե նրանց գրպանի երգն ես երգում, կամ նրանց գրպանի ծառան ես, ինչ հոգևորական։ Եթե դու չես կարողանում քո ազգի զավակներին նայես հավասար կերպով, ինչպես կարող ես լինել։ Մենք մեր համայնքում այդ օրինակը տեսել ենք բաները հոգևորականությունը, բացի դաշնակցական միությունները երկար տարիներ հեռու են մնացել ոչ դաշնակցական միությունները այցելելու չեն ընդունել, չեն հաշվի չեն առել։ Արդյոք մենք ժամանակին հիմա չհիշեմ երջանկա հիշատակ ինչ կաթողիկոսյանունը այցելել է համայնք, մենք ցանկացել ենք հանդիպենք, մարդիկ երկար ցկցիկել են չհանդիպելու համար։ Կռիվ ենք տվել, մինչև հանդիպել ենք քանի րոպե։ Հիմա դու վերջին հաշվով ով քեզ թույլ տվեց, եթե դու քո ժողովրդի զավակներին չես ուզում տեսնել։ Դու քեզով ասա, որ դու ժողովրդի տերն ես կամ ղեկավարն ես։ Վերջին հաշվով նամանավանդ այս հարցը սպիրկում ավելի է իրեն ցույց տալիս։ Գիտեք ինչ, որովհետև երկար տարիներ նամանավանդ արևելյան երկրներում կրոնապետերը եղել են համայնքի պետ նաև։ Այդ տեսակ հասկացողություն է տարածվել։ Մեզ մոդել նույնն է շատ դեղերում աման առաջնորդը թեմի գամինչ եղել է գրեթե համայնքի պատկեր։ Բայց իրականության մեջ այդ մարդիկ իրենց կուսակցության շահերի խաղերն են խաղացել։ Դրա համար էլ ենթարկվել են կուսակցությունը իր հարաբերությունները համայնքի փոխարեն դառնա համայնք պետություն, հարաբերություն դառել է կուսակցություն, պետություն, հարաբերություն եւ կուսակցության շահերից ելած շատ բաները կամու են տվել։ Անցածորեն գնացել է։ Շատ բաներ, որ մենք կարող ենք ավելի լավ ունենալ եւ այսօր չունենք։ Այսինքն մենք փաստերը, որ եկել անցել է, ես հիմա չեմ ուզում պատմություն քրքրեմ, բայց իսկապես շատ վնաս են հասցրել ժամանակին։ Մենք ունեցել ենք իհարկե շատ ազնիվ հոգևորականներ, Մելիք Թանգյան ենք ունեցել մեր համայնքում եւ այլ հոգևորականներ, բայց այն ինչ որ այսօր կա, այսօր այն պատկեր չի, որ պիտի լինի, այսինքն մարդիկ ավելի շուտ ինչ որ քաղաքական շրջանագի շահերն են ներկայացնում, քան համայնքի շահեր։ Եվ ցավոք սրտի այստեղ էլ կարծես դեռ եկեղեցու գլխին նստած մարդը չի ներկայացնում հայ եկեղեցու շահեր։ Հայ եկեղեցու շահերը դա չեն, հայ եկեղեցին, եթե նա չպիտի խառնվի քաղաքականության եւ պիտի ժողովրդի հոգեվոր սնունդով զբաղվի եւ այսինչ կամ այնինչ մարդու պաշտպան կանգնելու, որ երրորդ երկրներին ծառայում փոխարեն կամ վազի են տեսակ մարդկանց տեսնելու, որ
չգիտեմ, ես չեմ կարող ասել սրան տեստ կամ նրան մի դես, բնականաբար հոգեվերագանի կամ կաթողիկոսի, բայց կարող եմ ասել, որ եթե դու փորձում ես սրան կամ նրան տեսնել, դա անել հայրապար եւ որպես հայր պարտավոր ես բոլորին նույն աչքով նայես եւ իհարկե որպես հայր նաեւ կարող ես խորհուրդնել տալ, խրատնել տալ, բայց ոչ ավելի։ Եթե դու որպես եկեղեցու պետ արդեն սուր ես շարժում իշխանությունների դեմ, դու անհավատալի ես մնում նույնիսկ Քրիստոսին։ Չէ՞ որ Քրիստոսն ասաց, բան ցարինը ցարին եւ Աստծուն Աստծուն։ Եթե այդ գաղափարով նայես հարցին, բնականաբար պիտի հեռու մնաս դրանից եւ ավելի շուտ ժողովրդին համերաշխության, միասնականության հրավիրես։ Բայց այդ տեսակ չի, մենք արդեն տեսնում ենք եկեղեցուն երկուսի անբաժանել 1950-ականներից հետո 56-58 թվականներին քանդելը նայած եկեղեցին հայ երիտասարդներ են զոհվել դրա համար։ Իսկ այսօր Հայաստանի անկախությունից հետո չի միանում դա։ Ինչու հայ եկեղեցին չի միավորվում։ Ինչու մեկ թագավորություն երկու թագավոր ունի։ Միթե նման բան կարելի է։ Մեկ եկեղեցի է երկու գլուխ ունի։ Դեր մարդիկ ցանկանում են այդ գլուխները շատացնել փոխարեն միացնեն եւ մեկ գլուխ դարձնեն։ Եվ դրա արդեն ինքը խնդիր է։ Դե ցույց է տալիս, որ իրենք չեն կարողանում միասնականության ընդհանրապես կողմ չեն։ Բայց ուրիշին ծառայելու շատ հանգիստ կողմ են։ Բաներ են անում, որ ուղղակիորեն նեղացնող է։ Հեսա ցավոտ կողմ հարց։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Սա օրվա թեման էր իմ հյուրը Իրանի Արաքս շաբաթաթերթի եւ Արաքս News լրատվական կայքի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանն էր, կհանդիպենք առայժմ։